բարի լույս, բարի օր, օրհնյալ խաղաղ օր եմ մաղթում բոլորիս, փառք տանք Աստծուն նոր լուսաբացի և նոր օրվա համար, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, արդեն դրել եմ ինձ համար կոֆե, ջուրը և Աստվածաշունչը։ Երանելի է այն մարդը, որ ամբարիշներու խորհրդի մեջ չի քայլել, մեղավորներու ճամփու մեջ չի կենար, ծաղր ընողներու նստաստեղը չի նստիր, հապա անոր հաճությունը Աստծո օրենքի մեջ է, և ցերեկ և գիշեր անոր օրենքի վրա կմտածե, անիկա ջուրի ճամփաները տնկած ծառի պես պտի ըլլա, որ իր ժամանակին իր պտուղը պտի տա, ու անոր տերևները պտի չթափվեն, և ինչ բան որ ընե պտի հաջողվի, այնպես չեն ամբարիշները, հապա մղեղի պես, որ հողը կցրվե, Աստծոր համար ամբարիշները դատաստանի մեջ պտի չկրնան կենալ, ոչ ալ մեղավորները արդարներու ժողովների մեջ, վասնզի Տերը կճանչնա արդարներուն ճամփան, բայց ամբարիշներու ճամփան պտի կուրսուցի։ Կարդացի սիրելիներս Սաղմոս գրքից առաջին գլուխ խոսք առաջինից մինչև 6-րդ Աստվածաշնչից։ Սիրելիներս, Աստված ինչ է ասում մեզ, ինձ մոտ եկեք հոգնածներ և բեռնավորվածներ, ես հանգիստ կտամ ձեզ, Մատթեոս 11:28 խոսքում է գրված, իմ լավ բարեկամներ, մեր հոգսերը հանձնենք Աստծուն, փառավորենք մեր Տիրոջը և խաղաղ հանգիստ ապրենք։ Այսքանը սիրելիներս կարդացի սիրով և թե ձեզ համար և ինձ համար, այստեղ ես ձեզ ցույց տվեցի մի քիչ հետո, մեր կոֆեն խմելուց հետո, ջուրը խմելուց կասեմ, թե ինչ էի դրել սեղանին։ Սիրելիներս, սկսենք ջրից։ Այսօր բաժակս մեծացրել եմ։ Եթե կոֆե չեք դրել, դրեք, գիտեմ, որ սիրում եք ինձ հետ խմել, խմենք, սկսենք, մի քիչ թող ու բոլից մեր հոգսերից կտրվենք մի 10-15 րոպե, սիրելիներս, վայելենք, նոր անցնենք ինչ եփելու հարցերը լուծենք, որը մեզ շատ տանջում է, ամեն օր ինչ եփենք, թանկագին հետևորդներ, ուզում եմ շնորհակալական խոսքս առաջնահերթ ասել ձեզ, շնորհակալ եմ բոլորիցդ անհատական, ձեր բարի ջերմ գրառումների համար, ձեր մարդկային տեսակի համար, իմ լավ բարեկամներ, սիրելիներս, միշտ այդպես բարի եղեք, միշտ կամեցող եղեք, եթե մարդը իր կյանքում բարի է, սիրելի հետևորդներ ջան, ուրեմն Աստված բնակվում է այդ մարդու մեջ, թող Աստված ձեզ բարին տա, ձեր օջախներում Աստծո լույսը և օրհնությունը լինի, անչափ, անսահման շնորհակալ եմ, խորին շնորհակալություն եմ հայտնելու ամեն օր ձեզ, ձեր բարության համար։ Բաստուրմա մսի սուջուխ հոլովակը տեղադրելուց հետո գրառման բաժնում Հերմինե անունով հետևորդուհին գրել էր. Աստված օրհնի ձեզ տիկին Մարինե, ձեզանից շատ բան եմ սովորում։ Վաղաժամ կորցրել եմ մայրիկիս, ձեզանից եմ սովորում։ Անչափ շնորհակալ եմ ձեզանից։ Աստված օրհնի ձեզ և ձեր ընտանիքը։ Այդպես էր գրել Հերմինեն։ Չգիտեմ, քանի տարեկան ես Հերմինե ջան, որ տարիքում էլ որ մարդը լինում է, սովորելու կարիք ունի, ինչքան էլ իմանաս, պետք է դարձյալ սովորես։ Ես էլ շատ ուրախ եմ, սիրելիս, և պատրաստ եմ ինչ որ չգիտեք կամ ուզում եք ավելին իմանալ, պատրաստ եմ ձեզ ասել, ցուցումներ տալ։ Ձեզ էլ եմ շնորհակալ,
որ այդպիսի բարի լավ գրառումներ եք գրում։ Հերմինե ջան, եթե ցանկություն ունեք, անձնական կարող ենք շփվել WhatsApp, Facebook, Instagram էջերով։ Ովքեր ցանկանում են սիրելի հետևորդուհիներ ջան, թանկագիններս, կարող եք փնտրել ինձ նույն անուն ազգանունով թորնիկներից նկարն են։ Թարվերդյան Մարինե։ Այսքանը ուզեցա ձեզ հետ կիսվել այսօր, հիմա կոֆեն վերջացնեմ, ցույց տամ, թե ինչ է դրված սեղանին։ Անհարմար բաժակի կոֆեն խմեցի, հիմա այլ ջուրս կխմեմ, սիրելի հետևորդներ ջան։ Այսպես ամեն օր շփվում ենք, ամեն օր հարազատներիս հետ տեսնվում եմ, շատ սիրում եմ ձեզ, դուք էլ ինձ։ Ջուրն է խմենք։ Մի քանի րոպե հաճելի օր ենք անցկացնում միասին։ Իսկ հիմա սիրով ուզում եմ ձեզ ցույց տամ, թե մեր սեղանին ինչեր է դրված։ Սա սմես է, բոլոր սերմերը իրար հետ խառնած։ Դլյա սալատով ի վիպճկի։ Ամեն ինչ կա մեջը։ Արևածաղկի սերմ, կունջուտի սերմ, դդումի սերմ, ամեն ինչ։ Դլյա լիցա կրեմ, մեր տարիքի, 50-ից բարձր։ Սա ձեռքի կրեմ է, բարխատնի ռուչկի։ Սա ոտքի կրեմ է, կրունկների ոտքերը փափկացնող կրեմ է, 2 հատ։ Այստեղ շրթներ կունեմ, Կիկո ֆիրմայի, այս գույնի։ Հիմա ուզում եմ կսեմ ձեզ ցույց տամ, ինչ չի սազում։ Ինձ թվում է այս գույնը ինչ չի սազում։ Մի փոքր կսեցի, ձեզ ցույց տալու համար։ Սա աչքի մատիտ է, սրանք շրթներքի կողքերը կսելու է։ Խնդրեմ սիրելինես, որ այս գծիկներ անենք։ Այստեղ նորից պամադաներ են, շրթներներ։ Այսպիսի։ Գույնը։ Ինձ թվում է սա ավելի է սազում գույնը շրթներքին, չէ մյուսները, տարբեր գույների են, նույն գույների երանգներն են բաց ու մուգ։ Սա էլ այսպես տեղավոր եմ, նոր մնացած է։ Այստեղ արդեն պարզ է, սրտիկ է։ Սիրելիներս, սա այսպիսի օղեր են։ Սիրելիներս, տեսնում եք, մատանին է, կոմպլեկտ է և ականջողները։ Սիրով, սիրուն կօգտագործեմ։ Այստեղ էլ այսպիսի գեղեցիկ, տեսնում եք, դեղին գույնի տետր է, ուշատետրի նման։
այսպես գեղեցիկ սիրելի հետևորդներ ջան, այս բոլորը ինձ համար գնել է մեծ թորնոհիս, որը սովորում է համալսարանի 3-րդ կուրսում։ Սովորելու հետ համատեղ նաև տանը պարապում է աշակերտների հետ, ունի 3 հատ աշակերտ։ Շաբաթվա մեկ օրը իր ազատ օրն է, այդ օրն է պարապում և շաբաթ կիրակի։ Եթե երեխան ցանկություն ունի սովորելու և աշխատելու, կհամատեղի և երկուսն էլ համ կաշխատի, համ կսովորի, ասեմ, որ սովորում է 5-երի, իմ լավ բարեկամներ։ Ինձ համար շատ հաճելի է, շատ, բոլորս էլ սիրում ենք նվեր ստանալ և նվիրել, շատ հաճելի է նվիրներ ստանալ։ Գիտի, որ տատիկս սիրում է գրառումներ անել, հուշեր գրել, բանաստեղծություններ գրել, ես մեկ օր էլ ձեզ կկարդամ իմ գրած, չեմ ասի բանաստեղծություններ, Աստծո խոսքից, որը ես որ գրել եմ, իմ սրտից եկած, այդ ժամանակ որդից բանակում ծառայում էր, 2002 թվականին։ Այսքանը սիրելիներս, դուք էլ լավ մնացեք, ուրախ եղեք, թեկուզ փոքրիկ, բայց հաճելի է նվեր ստանալ, գնահատված քեզ զգալ, Աստված օրհնի մեր բոլոր երեխաներին, ապրեն խաղաղ երկնքի տակ, առողջ լինեն, թող իրենց ճանապարհը ուսման մեջ հաջողություն լինի և կանաչ ճանապարհ ունենան։ Այսքանը սիրելիներս, իսկ հիմա ուզում եմ այսօր պատրաստել կարտոֆիլից պուրե, սովորական, առանց սոխի և մի փոքր ոսպով ջրալի ապուր։ Ամեն օր միշտ չենք պատրաստելու, տեսակ միս էլ կա, ամեն ինչ էլ կա, բայց այսօր որոշել եմ հասարակ, համեստ ճաշատեսակ պատրաստել, կբացեմ դեղցի կամպոտ և ուզում եմ այսօր բուսայուղով պատրաստված կարմիր պղպեղել բացեմ, բացելուն ձեզ ցույց կտամ, առայժմ իմ լավ հարազատ գեղեցիկ հայուհիներ ջան, ես գնացի խոհանոց պատրաստելու, կարտոֆիլը արդեն մաքրել եմ, դրել եմ գազօջախին եփվելու, նույնպես էլ ոսպը, լվացել եմ, ջուր եմ լցրել, դրել եմ եփվելու, կարտոֆիլը արդեն լավ եռում է, քափ է դուրս տվել, հիմա պետք է զգուշորեն քափը հավաքեմ կարտոֆիլի վրայից, սրանով հարմար չի, ավելի լավ է գդալով հավաքեմ, ունեինք անցքերով գդալ, նոր տուն գալուց հին համարեցինք, աղբարկղը գցեցինք, նորը պետք է գնենք սիրելիներս, բա այդպես էլ է լինում, հիմա հավաքեմ ու աղ կավելացնեմ, որ աղով եփի, համով լինի, սա էլ աղը, խառնեմ կարտոֆիլները և բերանը ծածկեմ, կիսաբաց անեմ, այստեղ էլ ոսպն է, դեռ չի եռում, մինչ կարտոֆիլը և ոսպը կեփեն, ես բերել եմ մսի սուջուխը և սկսում եմ նորից հունցել, վերևի շերտը սևացած է, տեսնում եք, 3-րդ օրն է, 3 օր էլ պետք է հունցեմ, խոստացել եմ, որ քայլ առ քայլ ձեզ ցույց եմ տալու, 3-րդ քայլն է, որ հունցում եմ, 3 օրից հետո նոր արդեն կտեսնեմ, եթե գույնը փոխել է, կպատրաստենք միասին, 10-ից 15 րոպե պետք է լավ հունցենք, 3 երեկոյան հունցելու ժամանակ մի քիչ էլ եմ
համեմունքներ ավելացրել, աղ, բահար, սև պղպեղ, չաման, բոլորից քիչ-քիչ, վերջ, հիմա այսպես լավ կկոկիկացնեմ, կդնեմ նորից սառը տեղ, այսօր ահա այսքանը դնեմ մի կողմ, հիմա արդեն անցնեմ բարձտուրմային, տեսնում եք, 3 օր անցել է, լավ ջուրը դուս է տվել, հիմա ամրացել է, շուռ եմ տալիս հակառակ կողմը, նորից աղ եմ անելու, իրենց վրայի աղը նորից լցնելու եմ, ծածկեմ իրենց, արդեն լավ սևացել է, 2 օր էլ կթողնեմ կամ 3, նոր արդեն մյուս քայլը ցույց կտամ, թե ինչ ենք անելու միասին։ Բավականին ջուր է դուրս տվել, այդ ջրի մեջ էլ միսը հասունանում է։ Սիրելի հետևորդներ ջան, այս ճաշատեսակների հետ կբացեմ նաև այս համեղությունը, դեղցի կոմպոտ։ Տեսնում եք ինչքան գեղեցիկ, գույնը դեղին, հատիկները հատիկ, մեկ անգամ արդեն բացել ենք, վայելել ենք, շատ համեղ է։ Սա մի կողմ կդնեմ, երեկոյան նոր կբացեմ։ Ճաշի ժամանակ բերել եմ կարմիր պղպեղը բուսայուղով, կանաչիներով, սխտորով պատրաստված, բացեմ, տեսնում եք ինչքան լավ է ստացվել, ընտիր, կանաչիները ամենահամեղն են այս կարմիր պղպեղի մեջ, հիմա 2 հատ կհանեմ, որպեսզի համ տեսենք միասին, տարան կփակեմ, նորից կդնեմ սառնարանը։ Արդեն սկսել ենք պահածոներ բացել, օգտվել, պատրաստել ենք, որ այս սեզոնին օգտվենք։ Դնեմ սառնարանը։ Հիմա գազ օջախը անջատեմ, կարտոֆիլը վերցնեմ, որպեսզի արդեն տրորեմ։ Տրորելուց հետո կավելացնեմ կարագ, մի մեծ կտոր։ Տեսնում եք, դրել եմ մի մեծ կտոր կարագ, նորից կտրորեմ, կխառնեմ, կարագը արդեն կհալվի, էլ գազօջախը չեմ միացնի դրեմ վրան, իր կարտոֆիլը տաքությունով կարագը կհալվի, այդպես ավելի համեղ է լինում, եթե ալանի լինի, աղ կավելացնեմ, կստուգեմ։ Խառնեմ, կարագը ծածկեմ կարտոֆիլներով, որ հալվի, դեռ չի հալվել, քիչ է հալվել։ Կարտոֆիլը արդեն պատրաստ է, դնեմ մի կողմ։ Ռեհան ծիտրոն, թարմա կանաչի, կարմիր պղպեղ, ալյուր և ոսպի եփած ջուրն եմ վերցրել, մի քիչ սառել է, կավելացնեմ ալյուրը, որ խառնեմ, լցնեմ ոսպի մեջ, այս էին ոսպի ճաշի բաղադրիչները, ես սոխ առաջ չեմ անելու, սիրելիներս, այս անգամ այս եղանակով եմ պատրաստելու, հիմա լավ խառնեմ, լցնեմ ոսպի մեջ եփած։ Լավ եփած է ոսպը, չեմ թողել, որ տրորվի, որտև ոսպի մեջ մայա չկա, հիմա քամիչով քամում եմ ալյուրով բացված ջուրը, սիրելի հետևորդներ ջան,
կխառնեմ, հիմա չորացրած ցիտրոնը և ռեհանը կլցնեմ, մի քիչ դանդաղեցրեցի գազը, կարմիր պղպեղը կխառնեմ, թող լավ եփվի, արդեն լավ եփվել է, ոնց որ ասած հալիմ է տվել, ավելացնում եմ թարմը կանաչին և մի փոքր կտոր էլ կարագ, ինձ համար շատ չեմ լցնում, որ շատ յուղոտ չլինի, նորից կխառնեմ, թող արդեն եփվի, հիմա մի հատ էլ վերջնական աղը կստուգեմ, մի փոքր կարիք ունի աղիկ ավելացնեմ, սա բավական է, այսօր էլ այսքանը, ահա և վերջ, պատրաստեցի շատ համեղ վիտամիններով հարուստ հագեցնող թանձր ճաշ, այս եղանակին համահունչ և կարտոֆիլը տապակեցի, սիրելի հետևորդներ ջան, ահա այսօր էլ այսքանը պատրաստեցի հասարակ կարտոֆիլով պյուրե և առանց մսի ոսպով ապուր, կմատուցեմ ցույց տվեցի դեղցի կոմպոտով, կարմիր պղպեղով, բուսայուղով պատրաստված և թթույով, դե իհարկե լավաշն էլ կանաչին էլ ունենք, սիրելիներս հիմա փորձենք կարտոֆիլը, այստեղ փորձելու բան էլ չկա, հասարակ պյուրե է, մի փոքր ֆորմատին համաձայն փորձեմ, սովորական, հիմա կարմիր պղպեղը կծուն չէ, այն երկարը կծվություն ունի, քաղցրից մի փոքր էլ կփորձեմ համը տեսնելու համար, չնայած մենք արդեն օգտվել ենք, բացել ենք, շատ համեղ է, իրոք սիրելիներս շատ համեղ է, խրխրթան, բոլոր բաղադրիչները համեմվել են իրար, շատ անչափ համեղ է, մյուս տարի անպայման տիկին Մարինեի բաղադրատոմսով եք բոլորդ պատրաստելու, անպայման շատ համեղ է, 45 տարի այս բաղադրատոմսով պատրաստում եմ, անգամ մեր ռուս հարևաններին էլ եմ բաղադրատոմսը տվել, իրենք էլ շատ գոհ են, իմ լավ բարեկամներ, այսքանով ավարտում եմ այս համեղ հոլովակը, մաղթում եմ ձեզ, եղեք առողջ և օրհնված,